դուք դեպքի վայրում դրսում հակարդային անվտանգության միջոցներ, այսինքն նաև օգտագործված կամ չօգտագործված աղնետուշից է, այսպես ասած, նկատել եք։ Մեր զորամասում թե զինվորն։ Չեմ կարող ասել, չեմ տեսել։ Ինչ ունենք ավելացնելու ձեզ։ Չունեմ։ Այսքան պատվազում դա։ Ռոնկյան անցնում է։ Այ արդյոք դուք որ դուք բնակվում եք, դեռ ծառայություն իրականացնում եք, որքան հեռավորություն եք զինվորական կացան։ 400-ից 500 մետր։ Իսկ տեսանելի է։ Չէ, տեսանելի պետք է առաջանել մի 40-50 մետր, որ տեսանելի լիներ։ Տեսանելի չէ զինվորների տունը։ Տրանսպորտային միջոցների շարժի ուրեմն տեղում, տրանսպորտային միջոցների դեսանալ տեսանելի։ Տղաների մոտից, տղաների շարժումի։ Ասենք զինվոր ազատի զինվորական կացան, եթե տրանսպորտային միջոցներ կային, դուք կտեսնեիք, կլսեիք ձայն։ Չէ։ Ձայնը չի։ Ձայնը որտեղ տունը հենց ոնց որ գյուղի վերջն է եղել, այսինքն դիրքից եթե գա մեքենան, մեր տան դեմով էր անցնելու նկատելի, բայց եթե գյուղից զոթից պետք է գային, չենք տեսել, ոչ էլ լսում։ Ձեր տան մոտից տրանսպորտային միջոցներ հաճախ էին գալիս։ Հա, գնում են ինժեներական են կատարում, գնում են։ Հիմնականում զինվորական տրանսպորտային միջոցներ են, թե քաղաքացի։ Վայենի։ Հա, զինվորական։ Այո։ Զինվորական տրանսպորտային միջոցներ։ Դուք որ ժամից եք ընդդեմ։ Ժամը 10-ից ընդունել ենք, մինչև 24 ժամ ծառայություն պետք է տանենք։ Իսկ այդ օրը դեպքի օրը երբևէ այդպես բացակայել է։ Չէ, բացակայել չկա։ Ում է եկել։ Ղանդիլյան Արտյոմ։ Քիչ առաջ է հարցազրույցները, առավոտյան 10-ից մինչև 24 ժամ։ Հա, պետք է մնային կացարանում էր, այո։ Այնա ձեր նախորդ վկան տարածությունը 10 րոպե առաջ ասեց, որ ինքը այդ օրը ժամը 4-ից հետո են եղել այդտեղ։ Նա դուք ասում եք ժամը 10-ից, ինչո՞վ կբացատրեք այս։ 10-ից ենք եղել մենք։ Չէ, Գորիկյան, նշեց որ բացատրել ասացին ինքն կացարան, ես կացարան։ Այո, ես կացարանի մասին եմ, պատասխան դարձա։ Իրենց կացարանի մասին է, որ այդ տեղանքում ձեր կացարանում եղել 16-ից հետո։ Կա ինչ-որ բան, առանձնահատկություն կամ ինչ-որ պատճառ կա, որ ժամային տարբերություն է։ Չէ, ժամային տարբերություն չի եղել։ 10-ից պետք է ընդունեին մինչև 24 ժամ ծառայություն իրականացնեին։ Այդ դեպքը եղել է հիշում, թե որ ժամը չեմ հիշում, Ղանդիլյան Արտյոմը 10-ին ընդունել։ Իսկ այդ օրը Այո, Գասպարյան։ Դուք ենթադրում եք, որ դուք ավելի մոտ եք եղել հակառակորդին, քան զինվորական կացարանը։ ոչ։ Մարտական դիրքեր, ձեր տեղակայման վայրը մոտավորապես որ հատվածում է։ Ազատ տեղը գյուղում։ Չէ, դուք որտեղ որ դուք ծառայություն եք իրականացնում։ Գյուղի վերջը։ Վերջը։ Այո։ Դեպի դիր գնալու ուղղությամբ։ Ես եմ ասում, դուք ավելի մոտիկ եք եղել հակառակորդին, քան թե զինվորների կացարանը։ Հա, հնարավոր է։ Չեմ կարող ասեմ։ Եթե դուք ավելի բարձր եք եղել, դեպի դիրքեր գնացող ճանապարհ։ Հենց այդ դիրքի գնացող ճանապարհին է մեր կացարանը։ Այդ օրը որևէ պայթյուն, հրկիզում, հրթիռային հարված, կրակոց Չեմ հիշում։ չեք հիշում։ Որ չի եղել նման ձայն, որ ես լսեմ ինձ համար տարօրինակ է այդ։ Նման ձայնը չեմ լսել։ Չեք լսել։ Որ հասակ տեղ, ես խնդրում եմ, որ դուք հնարավորինս մանրամասն նկարագրել եք այդ ոչ մնացած զինվորների վարքագիծը, իրանք ինչ էին անում։ Դե այդ չեմ կարող ասել, չէ, որովհետև այդ բանը չէ, որտեղ վիճակը ծանր է եղել, որովհետև փորձել եմ որևէ մի օգնություն ցուցաբերել։ Ինչ եք ուզում անել։ Չեմ անում, որ մի քայլ անեի, որ կարողանայի։ Ինչ։ Ինչի համար ինչ եք դել։ Հրդեհ եք տեսել, չէ։ Ինչ ծավալի հրդեհ եք տեսել։ Դե համարյա, որ ես հասել եմ հենց հրդեհի տեղը, տանիքը արդեն փլվել էր։ Հրվել էր։ Հա։ Ես որ հասել եմ այնտեղ։ Եվ կրակը հրդեհը շատ մեծ էր։ Շատ մեծ։ Դուք ինչ կարող եք անել, որովհետև ասում եք, ուզում եք մի բան անել։ Ինչ կարող եք անել։ Դե փորձում էի որևէ մի բան անել, բայց չկարողացա։ Մուտք բացել կամ չփորձեցի։ Չէ, չկարողացա, որովհետև հրդեհը մեծ էր։ Այսինքն տան մեջը պայթուն կա, պայթունի ձայն է լսում,
Դրանից չկարողացա մոտենալ։ Պայթյունի ձայներ տանի։ Այո, Ինչ պայթյուն։ ոչ չեմ կարող ասել Քանի զինամեթոդը տարվա զինվորական ծառայել։ 5-6 տարի։ 6 տարվա։ Այդ պայթյունը ինչի նման, ինչի է։ Դոս զենք զինամեթոդի նման կարելի է։ Զենք զինամեթոդի պայթյուն։ Զինամեթոդի այո, պայթյուն։ Օրինակ ինչ պայթյուն, ինչ պայթյուն ինչ հետևանք է առաջացնում։ Չէ, հետևանք չէր առաջացնում, բայց դե պայթյունի ձայները լսվում էր։ Չէր կարող հիմա այդպես հետևանք առաջացնել, բայց ոնց որ զենք կրակես, այդ ձևի պայթյունի ձայները լսել։ Դա ինչ է ինտենսիվությունը, որքան է մի հատ պայթյուն, երկու հատ պայթյուն, 100 հատ պայթյուն, դա ոնց կնկարագրել։ Մի քանի հատ եղել է այտենց։ Դրանից հետո որ ուզեցին որևէ մի բան անենք, էլ չեն կարողացել, այդ ժամանակահատվածում արդեն ռազմական ոստիկանությունը եկել է, այն եկել է, իրենց գործողությունները արել են, մենք էլ մեծ ծառայություն գնացինք։ Ինձ հետաքրքրում է, որ մինչև այն ռազմական ոստիկանության գալը, հաշվեշտերի գալը, ինձ հետաքրքրում է, երբ որ դուք, երբ մյուս տղան, երբ որ եկար, այդտեղ տեսակ, ինձ հետաքրքրում է ողջ մնացած զինվորների վարքագիծը, իրանք ինչ էին անում։ Չէ, ուշադիր չեմ եղել։ Այդ բանը հոգեվիճակը ծանր է եղել, որ մտածել եմ 15 զինծառայ մարդ կա։ Դուք ինչ գիտեք այդ 15 մարդ կա։ Գոռում էին, որ զորքը տանում։ Այդ եմ հարցնում, դուք որ եկաք տեսակ այդ մարդիկ ինչ էին անում։ Հա գոռում էին, բայց կոնկրետ որ հիշում եմ դենքը ով է եղել, այդ չեմ կարող Ես չեմ հարցնում, ով ոնց է գոռում։ Անուն ազնվորը չեմ հարցնում։ Ասում որ եկաք տեսակ, այդտեղ մարդիկ Հա գոռում էին, որ տղաները մնացել են հրդեհան մեջ, օգնել են, այդ է եղել։ Բայց որ իմանամ, հիշեմ թե ով է եղել դենքով, այդ չեմ հիշում։ Որը մեկին ճանաչել եք։ Արամին է մենակ ճանաչել։ Արամին է մենակ ճանաչել։ Չէ, ոչ մնացած զինվորների որը մեկին ճանաչել։ Իսկ իրանք հագուստով էին, թե հագուստով չէ։ Զինվորական։ Չգիտեմ, հագուստով։ Զինվորական հագուստով էին, այո։ Բոլորը։ Հա, ում որ ես տեսել եմ, զինվորական հագուստով էին։ Այդ գիշերը մինչև հրշեջների գալը։ Ինչ հասկացա։ Մինչև հրշեջների գալը։ Հա։ Այդ ոչ մնացած զինվորների մասն է։ Հա, զինվորական էր, որ ես տեսել եմ, զինվորական է եղել։ Դուք որևէ լացող զինվորի տեսել եք այդտեղ։ Հենց այդ ոչ մնացածների։ Այդ չեմ կարող ասում լացող կար, բայց գոռում էին ինքը։ Ինչ էին գոռում։ Որ փրկեք, մենք տղեկը մնացել են տանը, հրդեհի մեջ։ Ձեզ որևէ մեկը հրամայել է հետ գնալ, թե դուք ինքնակամ եք։ Չէ, մենք ենք գնացել մեր ծառայությունը իրականացնել։ Տանը մարդ չի եղել։ Բահին, մենք ենք գնալ։ Իսկ դուք ինչ հեռախոս եք ունեցել։ Սմարթֆոն։ Այդ սմարթֆոնը որևէ բան նկարել։ Չէ, вообще։ Ոչ մի հատ տեսա, ձեր չհետաքրքրես մի հատ նկարել։ Չեմ մտածել դուց вообще։ Չեք մտածել։ Ոչ, այդ բանը որ նկարել։ Մենակ դուք եք ունեցել սմարթֆոն։ Հա, այդ բանի մոտ եղել է հեռախոս։ Չէ, բացի տեսանից ելո ում մոտ կար սմարթֆոն հեռախոս։ Չեմ անում, Հազիլյան արժանոտ չեմ անում, եղել է թե չէ, իմ մոտ եղել է հեռախոս։ Չեք իմանում իրա մոտ եղել է թե չէ։ Ամբողջը իրար հետ եկել չեք իմանում, թե չէ։ Լավ։ Հարցը չկա։ Կարող է լինի սմարթֆոն չլինի, սովորական լինի, բայց չեմ կարող ասել։ Այդ